մեղադողը 2 տարի 6 ամիս կպահանջի, իսկ դատարանը հետո մի քիչ էլ հումանիստական բան ցույց կտա, 2 տարի կտա, օրինակ, հա, կամ դատախազի ասածը կտա, կամ ավելի կարող է տալ, բայց ինչ որ մի կրճատ բան կտա, իբրև մեծ ընդառաջ քայլ արեց, եւ սրանով Միքայել Սրբազանին իրենք կպահեն փակի տակ։ Նպատակը պարզ է, մինչեւ հունիսյան ընտրություններ ապահովագրված լինեն, որ Միքայել Սրբազանը չլինի դրսում։ Դուք կարծում եք ուղիղ հրահանգ կա Փաշինյանի կողմից դատավորին։ Ավելին ասեմ, դա նաև Փաշինյանն է հաստատել, երբ որ Միքայել Սրբազանի ձերբակալման գործընթացն էր իրականացվում, Փաշինյանը ինքը հրապարակային բաներ էր գրում, հենց դրա հետ կապված։ Կալանքի հետ կապված եւ նաև իր падգամավորներից Վահագն Ալեքսանյանն, եթե ազգանը չեմ սխալվում, սկզբից գրել էր կալանքը լինելու, հետո փոխեց ձերբակալումը նկատի ուներ եւ այլն, բայց ակնհայտ է իրենք ցույց են տվել, որ սա այս գործը իրենց տեսադաշտում է։ Ակնհայտ է, որ արդեն մենք գործ ունենք իշխանության վերջի ջղաձգումների հետ։